խոսամ, մեկը ծաղիկ պատրաստ եմ, հաթաթ խոսամ, լսում եք, բոլորիդ հաթաթ պատրաստ եմ։ Ես պատասխանում եմ ժուրնալիստների հարցերին, ձեր մնացած հարցերին մենք էլ պատասխանել ենք։ Կներեք դուք ով եք, մի հատ ասեք։ Այսինքն որ դուք ձեր հիմա մտ այսքան ժուրնալիստների մոտ որ թող մեր հասարակությունը իմանա ձեր որ բիզնեսն է շոկոլադեցան, ձեր տվյալ դեպքում բիզնեսի այս օպերայի որ մասն է 20%-ից ավել է կազմում, 80-80-ը մնում է։ Ինչն է մնում։ Եթե դու 20-ի մասին ասում։ Այսինքն ես եթե 3 ամիս պետք է աշխատեմ, 3 ամիս աշխատեմ, աշխատողներին ուղարկեմ տուն, աշխատողներին ուղարկեմ։ Հետո բայց հիմա դուք այդ եզակին քանդում եք։ Բոլորի, բա օպերայի հաշվի։ Քանդում եք, ասում ես գնա 3 ամիս աշխատի, վարկերդ մուծի այդ աշխատողներին ուղարկի տուն 3 ամիս հետո 3 ամիս հետո վերստե։ Արդեն տեր ունի համակերպեք դրա չենք թողելու։ Ո՞վ է Երևանի տերը։ Դուք եք Երևանի տերը։ Դուք եք Երևանի տերը։ Ավականիով անցել է այս որոշումը։ Բայց ավականին ի՞նչ կապ ունի։ Որովհետև հարությունն է ընտրի ավականուն, որ ավականին էլ որոշի։ Ավականի որոշումով դիկա։ Այսինքն մի հոգի մարդ կարա Երևանի անունից խոսա։ Մի հոգի մարդ կարա Երևանի անունից խոսա։ Հարցնում եմ ձեզ։ Դուք կարող եք Երևանի անունից խոսալ։ Դուք կարող եք Երևանի անունից խոսալ։ Ժողովուրդ, դու մենակ պրոստը էմոցիաներ են կոնկրետ ելել։ Ճիշտ եք հասկանում։ Երևանի տերը Իգիտական շինությունը քանդելու համար հանրապետ օրենք կարգացել Դուք ինչ Լիզա ջան, կզբաղվենք, քո պապայի ոչ մի վտանգ չկա, մեր հիմիկա ոստիկանությունը շատ օրինական աշխատում է, որևէ ֆիզիկական ներգործություն չի լինելու։ Դուք եք արի գոռացել եք, հավել եք, ասեցիք ինչ։ Գոռալու բաղնել եմ, գոռալու 10 օր գոռալու։ Հիմա դոզեր պապան մտածի։ Դոզեր պապան մտածի, Լիզա ջան։ Ո՞տից եք վերցրել 12 աշխատող։ Ըստ մեր նախնական տվյալների հնարավոր է շատ, բայց այդ 300-ը խնդրում եմ ոնց են ապացուցելու։ Դրանց հարգելիս, Արսեն ջան, հարգելիս, Արսեն էր, չէ՞ ձեր անունը։ Արսեն ջան, հարգելիս, մի հատ խնդրում եմ։ Դուք որ ասում եք 12 աշխատող ունեք, կոնկրետ հայտարարում եմ, դուք դիզինֆորմացիա եք ծառացում։ Ինչպես։ Իհարկե։ Հարկայնում գրանցված են այդ 300-ը։ Ես 300-ի թիվ չեմ ասել։ 55 աշխատող ունեմ։ 51-ից 55։ 51-ից ոչ գրանցված է։ Այսինքն չգրանցված աշխատող կարա լինի։ Ո՞վ ասում։ Թող ապացուցեն։ Թող ապացուցեն։ Այլևս հրապարակում օպերան նոր կլինի, գոռ աճվակ այսօր չանենք, վաղը մեկ անել ենք։ Ժողովուրդ, մենք լսենք հարց են տալի։ Եղավ, ճիշտ եք։ ամեն ինչ կամ ոչ։ Այսինքն կամ քանդեք ամբողջ տարածքը։ Բայց մենք ուզում քանդենք, ես տվյալ դեպքում զբոսայգու այս հատվածը մենք հասկանալով, այդ որ ասում եմ ընկերս բիզնեսի սոցիալական պատ առաջերտին, դա բիզնեսի մենք բոլորս 81%-ով որ մեծ զանա տվե, հաստատ դուք չեք փառք ասում։ Չի կարա քանդին այդ շենքը ոնց։ Շենքը երբ է քանդելու։ Չի կարա քանդին։ Ասում եք որ դուր չի գալիս։ Չի կարա քանդի, մեր շենքն է չի կարա քանդի։ Ինչի։ Որովհետեւ Իսկ ոնց ա եղել որ ձեր այդ շենքը կառուցել եք։ Չեք կարա քանդել։ Եկեք օպերաներից մնացած հարցերով խոսենք, հա։ Լսում եմ ձեզ։ Հա, մենակ մի վարքյան էլի։ Մի հատ դուք իմ հարցը կլուծեք, հետո մնացած հարցերով զբաղվեք, հա։ Դուք եկեք մի հատ իմ հարցը լուծեք։ Հարցով զբաղվեք։ Լսում եմ ձեզ։ Լուծեցիք իմ հարցը։ Եք որ այսօր չի ժամանակն է օպերայի կանաչապատման։ Աշխատողները ասել են բենզին են լցնելու։ Ժամանակատվորն է, մարտին չի կարելի կապաներ ապամտել։ Այսօր ժողովուրդը ինչ վիճակում է։ Մենք չէ որ երեք ես ձեզ ասեցի։ Մի րոպե, այսօր ժողովրդի վիճակը Այդ մարդիկ ստեղ որևէ մեկը հացի խնդիր չունի։ բոլորն է խնդիր ունեն։ Ուսանողը խնդիր Որտեղ եք աշխատում։ Որտեղ։ Նա ցույցեք, ապացուցեք։ Վիճում եք, ապացուցեք։ Դուք վիճ եք ասում։ Հասկացա։ Բայց ինչ կապ ունի որտեղ են աշխատում։ Օպերայի տարածքը հիմա այս այն ժամանակն է որ մարդիկ սոված աշխատատեղեր չեք ստեղծում։ Ինչի հիման վրա եք։ Որ բարոյական Բայց ինչ գիտեք որ չենք ստեղծում։ Չեք ստեղծում, ուրա։ Հանում եք մենակ։ Գնացեք կառավարություն մեզ տեղեկանք հարգելիս կտանք։ Դրա համար ուզում եմ հարգելիս տեղեկանք կտանք, ուրիշ։ Լսում եմ։ Տեղեկանք ցույց տվեք։ Գործ, կոնկրետ գործ ասեք, ժողովուրդ, ցտից մի խոսացեք էլի։ Տիկին, ձեր տարիքը հարգում եմ կոնկրետ խոսացեք էլի։ Կոնկրետ։
Որտե պատասխան։ Այս ավտանեմ, բայց չէ կարան եք օպերայի հաշվին։ Եկեք այդ օպերայի շենքը ծախեք, սարքենք ամբողջը բաներ, կաֆեներ, եկեք։ Որ հարցը, որ հարցը։ Դուք կներեք, դուք որտեղից եք, մատ կոնկրետ խոսանք։ Դուք որտեղից եք։ Մագնոլիա ՍՊ-ն։ Զբաղացում, այսինքն տվյալ դեպքում մենք Մագնոլիա ՍՊ-ից մենակ շոկոլադնից եք 20%-ի հետ խնդիր ունենք, այդքան բան, ի՞նչն է խնդիրը։ Ժողովուրդ, եղբայր, վերցրեք, Արսեն ջան, վերցրեք այդ սաղին, այդ ինչքան աշխատում շոկոլադնիցայում։ 51 հոգին բաժանեք ձեր մնացած բիզնես, եթե չեմ սխալվում, բավականին բիզնես։ Կասկադի սրճարանները մեզ դիմեցին, լսի եղբայր, մի րոպե։ Մեզ դիմեցին, ընդ սեղան ունենք, ով որ սեղ աշխատել է գերանցված, թողան դիմեն, ես ձեզ խոսք եմ տալի, բոլորին կգտնենք։ Ձեր անունը ոնց է։ Ես ձեր կողքը կնստեմ, աշխատենք բոլորին գտնենք, էլի։ Իհարկե դուք չեք մտածում, որ տուրիստների գաններով կծի ծաղան։ Դժվարանում է պատասխանել, բայց տասնյակ, կարծում եմ տասնյակ։ Այսինքն մի րոպե, եթե աշխատատեղի ապահովել եք, դուք ավարտում եք, ճիշտ եմ հաս։ Մի րոպե։ Ժողովուրդ, բոլորդ պետք է պատասխանատու լինեք ձեր խոսքերի համար։ Եթե 300 աշխատատեղ եք հնչեցնում, բերեք ապացուցեք, ես ամեն ինչ կանեմ, խոսք եմ տալի 300, ով որ աշխատել է կաֆեներում, մի հատ տիկին մի րոպե մի խանգարեք։ Դուք խանգարում եք, դուք չեք խոսում։ Բայց mən մարկացել եմ հարգում, ես մենք չենք կարող մեկին հարգենք, ինչա դուք Ռիչի ներկայացուցիչն եք։ Դուք եթե Ռիչից եք իմիջալուց խնդրում եմ ասեք, այդ Փակ շուկայի դիմացը կառույցապամոնտաժ են, էլի դա պատմական շենք է, հա։ Լսի, այդ շենքերը որ ծառքել են, ինչի՞ չեք ապամոնտաժում։ Հեն Սայաթնովա 21 անի հյուրանոցի բակը, 5 հոգի ապրում։ Որտե՞ղ։ Որը տիկի ջան։ Ինչի՞ չեք կանում։ Որ իշխանության ժամանակ է եղել դա։ Ես չեմ կարող պատասխանել 15 ամիս անցած իշխանությունների համար, ժողովուրդ ջան, չեմ կարող պատասխանել։ Չեմ լսում, էլի գոռում եք, չենք լսում։ Ձեզանից են զզում, չլսեցի։ Ժողովուրդ, կամ դուք խնդրեք այդ ընկերները, որ մենք ես ուզում եմ ձեզ հետ զրուցեմ, բայց չեն թողում, ինչ անենք, ժողովուրդ, մենք ավարտելու ենք մեր սկսածը, Միքայել Հեչինելու հանգիստ եղեք։ Որոշ սրճարանների ներկայացուցիչներն ասում են, որ թաղապետը հավանաբար աչք ունի տարածքի վրա, գուցե հետո ինքը իր սրճարանը այդտեղ կառուցի։ Եկել եք երկրորդական հարցերի վրա, չեք ասում մարդիկ պետք է առանց գործ են մնում, դա ոչ մի։ Քրիչան ասում են գործի, ով որ դուք որ դերից։ Դե դուք հիմա, ասում են մարդիկ առանց գործ են։ Դուք ունեք աշխատանք հիմա։ Ես հեսա կմնամ, ես դուք որ քանդում եք աշխատում։ Շոկոլադության հələ դատական գործը մի քանի ամիս տևելու հարգելիս դատական գործը մենք օրենքից։ Ես մի բան ասում, դուք որ ասում եք կամ էլ ձեր աշխատասում գնացեք բան դիմեք։ Որտե դիմում ես 30 տարեկանի Ծենյան բար չեն վերցնում, դա որտե է կրկնելու։ Սեղան ունեք, ես ձեր անազգանուն ասեք, խոսք եմ տալ քիշեմ, ես անձամբ կզբաղվեմ ձեր խնդրով։ Ձեր անազգանունը քիշ։ Բայց մենակ ինքը չի, պարոն Թաղապետ, էլի մարդիկ կան։ Մենք բոլոր դուք տեսակ այդ սեղանը, որ դել